Եթե Աստված քեզ չի տվել երազներ մեկնաբանելու շնոր, ոգիներին զանազանելու շնոր, պարգև չի տրվել Աստծուց դա քեզ։ Եթե երազներ, տեսիլքներ, հայտնություններ մեկնաբանելու օծությունը չունես, պարգևը չունես, այդ ինչպես ես դու կարողանալու հասկանալ առանց Սուրբ Հոգու, ինչպես ես կարողանալու ճիշտ մեկնաբանել երազը, թե քո, թե ուրիշի։ Եթե դու չես կարող տարբերել հոգով, թե երազը չարից է, թե բարուց, ինչպես ես որոշում, ինչու ես որոշում քեզ իրավունք տալիս, որ դու պետք է մեկնաբանես քո եւ ուրիշների երազները։ Դա պետք է տրված լինի Սուրբ Հոգու կողմից։ Սուրբ Հոգին մեզ տալիս է երազներ, տեսիլքներ մեկնաբանելու շնոր, նաև տալիս է զանազանելու ոգիները։ Բայց մենք կարող ենք խնդրել, որպեսզի Սուրբ Հոգին մեզ օգնի, մեզ տա այդ պարգևը, որ մենք կարողանանք տարբերել չարից է, թե բարուց է, թե Աստծուց է։ Մենք կարող ենք աղոթել եւ խնդրել, որ Սուրբ Հոգին մեզ ցույց տա եւ հաստատի արդյոք իրենից է տվյալ երազը, տվյալ տեսիլքը, թե ոչ, եւ Սուրբ Հոգին մեզ կօգնի, որպեսզի մենք հասկանանք։ Ես դրա մասին խոսել եմ շատ, ինչպես հասկանալ Աստծուց է, թե ոչ, տվյալ նշանը, տվյալ երազը, տվյալ խոսքը։ Ես ուզում եմ խոսել կոնկրետ երազների մասին։ Երբ դու որոշում ես, որ քո երազը եւ ուրիշի երազը կարող ես մեկնաբանել, երբ քեզ ինչ-որ մեկը ասում է, որ լսիր երազս եւ մեկնաբանիր, դու կարողանում ես, դա քո մոտ լավ է ստացվում։ Այդ ժամանակ այդ ուրիշի բերանով, ուրիշի միջոցով սատանան է քեզ գայթակղում, որպեսզի ներքաշի այդ երազների եւ գուշակությունների եւ կանխատեսումների աշխարհ, իր աշխարհը, որովհետեւ երբ ինչ-որ մեկը գալիս է ու քեզ ասում է լսիր երազս մի հատ ինձ ասա, ու նա քեզ ասում է չէ, դու կարաս բացատրի, եւ դու սխալ բացատրություն ես տալիս, ու որ ավելի կարեւորը չես հասկանում դա չարից է տրված թե Աստծուց, դու արդեն նախ այդ մարդու կողմից գայթակղվում ես եւ ներքաշվում ես դրա մեջ, եւ երբ ինքդ սխալ բացատրություն ես տալիս, գայթակղում ես հենց տվյալ մարդուն նորից, ով գայթակղված լինելով եկել էր եւ քեզ գայթակղում էր։ Դու կարող ես մարդու երազը մեկնաբանել եւ այդ մեկնաբանության վրա հիմնվելով նա գայթակղված գնա ինչ-որ ուղղությամբ։ Ստացվում է, որ դու քո վրա մեղք վերցրեցիր։ Դու նրան գայթակղեցիր, գայթակղված լինելով հենց նրա կողմից, որ եկել էր եւ քեզ ասում էր չէ, ասա, դու կարաս։ Այդ չարն է անում։ Բայց եթե դու ինքդ որոշել ես, որ դու կարաս, ու սկսում ես մարդկանց երազները կամ քո երազները մեկնաբանել, երբ քեզ տրված չէ մեկնաբանելու, հասկանալու եւ մեկնաբանելու շնոր, դու արդեն ինքդ գայթակղված ես եւ գայթակղում ես ուրիշներին, հենց նրանց կյանքում։ Եթե ինչ-որ մեկի կյանքում, նրա կյանքի մեջ, ինչ-որ մի բանում դու ունենաս ինչ-որ զգացողություն, ունենաս ինչ-որ երազ, ինչ-որ իբր հայտնություն, եւ դա լինի չարի կողմից տրված, ու դու գնաս ու նրան ասես, գիտես, քո կյանքում այս բանը պիտի լինի։ Դա արդեն նշանակություն չունի լավն է թե վատն է։ Միևնույն է դու նրան արդեն ասում ես մի բան, որն Աստծուց չէ, եւ նա գայթակղված սկսելու է այդ ուղղությամբ քայլել, եթե գայթակղվի, եթե ընդունի քո ասածը։ Եվ ինչ է ստացվում, դու լինելով գայթակղված գայթակղեցիր նրան։ Մենք իրավունք չունենք մարդուն ասել ինչ-որ մի բան եւ հաստատել, վստահեցնել, որ չէ, ես զգում եմ, սենց է լինելու։ Չէ, ես տեսել եմ, սենց է լինելու քո մոտ քո կյանքում։ Վայ արա այդ բանը լավ է լինելու քո համար։ Ընտրիր այդ տղային կամ աղջկան լավ է լինելու։ Ես զգում եմ, ինձ Աստված ցույց է տալիս։ Պատկերացնում եք։ Գնա այս ինչ բանը արա, ես զգում եմ սիրտս վկայում է, ինձ Աստված ցույց է տալիս, ինձ հուշում է, արա այդ բանը։ Դու գայթակղում ես այդ մարդուն, լինելով գայթակղված չարի կողմից, որովհետև եթե քեզ Աստված չի տվել այդ տոծությունը, այդ շնորը, ու դու դա անում ես, դու գայթակղում ես այդ մարդուն եւ ինքդ արդեն գայթակղված ես, դու արդեն մեղքի մեջ ես, նրան էլ տանում ես մեղքի մեջ եւ պատասխան ես տալու դրա համար, թեկուզ ամենաբարի սրտով, ամենաբարի կամքով դու ուզենաս տվյալ մարդուն բարի լուր իբր հայտնել նրա կյանքում հիմնվելով նրա երազի վրա կամ քո երազի վրա կամ քո կանխազգացողության վրա, քո զգացողությունների վրա, մտածելով, որ դու ունես քեզ տենց ուժատրված, որ դու կարող ես ճիշտ զգաս, ճիշտ գուշակես, ճիշտ կանխատեսես, տեսնես։ Եվ եթե քեզ Աստված չի տվել նման բան, ուրեմն դա չարից է,
ուրեմն դու արդեն գայթակղված ես, դու սխալ ճանապարհի վրա ես, դու գործում ես չարի համար, առանց հասկանալու, եւ այդ մարդուն ես ներքաշում։ Թեկուզ ամենալավ բանը ասես, բայց եթե դա Աստծուց չէր տրված, դա հենց գայթակղություն է լինելու նրա համար։ Դրա համար ինքներդ ձեզ մի որոշեք, որ դուք ունեք շնորհ, ինքներդ ձեզ մի որոշեք, որ դուք ունեք այդ զգալու, կանխազգալու, գուշակելու հատկություն, ունակություն եւ մի մտեք մարդկանց կյանքերի մեջ, կամ եթե նույնիսկ նրանք են ձեզ կանչում, տանում դեպի դրան, ուրեմն հենց իրենք են արդեն գայթակղված եւ նրանց միջոցով սատանան ձեզ է ուզում ներքաշել։ Մի արեք ուղակի։ Եթե ինչ-որ բանում վստահ չեք, եթե ինչ-որ երազ եք տեսել, կամ եթե ձեզ եկել են խնդրում են, որ մեկնաբանեք, մտածելով, որ դուք այդ շնորհը ունեք, դե հիմա ձեր քուրիկներն են, ընկերուհիներն են եւ այլն, ասում են, հա դու կարողանում ես եւ այլն, աղոթեք Աստծուն, թող ձեզ ցույց տա ճշմարտությունը, խնդրեք Տիրոջը, որ նա հաստատի այդ երազը, իրենից է տրված, թե ոչ, եթե իրենից չէ, խնդրեք, որ Տերը իր ձեռքով այնպես հեռացնի այդ երազը, որ դուք նույնիսկ այլևս չհիշեք դա, որպեսզի չարին հեռացնի ձեր կյանքից այնպես, որ դուք նույնիսկ չհիշեք այդ ամեն ինչը, չխոսեք այդ ամենի մասին, որովհետև արդեն խոսելով, քննարկելով, արդեն գայթակղվում ենք եւ արդեն չարը կարողանում է մեզ ներքաշել։ Ընդհանրապես ցանկացած կանխատեսումների, զգացողությունների, գուշակությունների հետ կապված, երբ մարդուն թվում է, որ ինքը ունի այդ ուժը տրված, այդտեղ միայն չարն է օգտվում, չարն է շահում, որովհետև սկսում եք խաբնվել եւ գործել նրա սցենարով, ներքաշվել նրա իշխանության մեջ։ Մի գայթակղեք, մի գայթակղվեք, մի եղեք պատճառ, եթե ինչ-որ բան ձեր սրտին այսպես թվում է, թե ինչ-որ ցանկություն ունեք, ինչ-որ բան ունեք ասելու, գիտես ես զգում եմ, որ սենց հա լինելու կամ նենց հա լինելու, մի արեք այդ բանը, մի արեք, աղոթեք միայն, աղոթեք այդ մարդու համար, աղոթեք ձեր համար, մի արեք այն զգացողությունները, որ ձեզ ա տրվում, մի հաստատեք մարդու կյանքում, այսքանը։